Շանթի եթերը շարունակում է հեռանկարը, իսկ հեռանկարում այսօր հյուրընկալել ենք Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Սոնա Ղազարյանին։ Տիկին Ղազարյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Սկսենք ամենաթարմ տեղեկությունից, ըստ էության Սահմանադրական դատարանը ժամեր առաջ հրապարակեց ի վերջո իր որոշումը, մի քանի օր դատաքննություն իրականացնելուց հետո լսեցին թե ընդդիմության փաստարկները, թե նաև իշխող ուժի հակափաստարկները եւ որոշումն արդեն հայտնի է եւ ըստ էության ընտրությունները արդեն կարելի է, այսպես ամփոփելով ասել, ընտրությունները կայացած են, արդյունքները չեն վիճարկում, առաջին ձեր գնահատականը։ Մենք Սահմանադրական դատարանում ներկայացրել ենք մեր դիրքորոշումը, առայն որ ընտրությունները անցել են բաց եւ թափանցիկ եւ ըստ էության այո, տեղի են ունեցել փորձեր գնելու մեր քաղաքացու ձայնը, բայց դրանք նույնիսկ այն դեպքերը, որոնք բացահայտեցին իրավապահ համակարգի ներկայացուցիչները, չեն ունեցել այնպիսի մեծ ուրեմն արդյունք ընտրությունների վերջնաարդյունքի վրա, որպեսզի մենք պահանջենք նոր ընտրություններ։ Մնացած հետևությունները ես որպես օրենսդիր կանեմ 8-րդ գումարման նստաշրջանում ընդունելով 9-րդ արդեն գումարման նստաշրջանում ընդունելով տարբեր օրենքի նախագծեր, որոնք թույլ կտան, որպեսզի մեր ժողովրդավարությունը ել ավելի պաշտպանված լինի։ Երեք տեղի ունեցավ մեր վերջին նիստը խորհրդարանում եւ դուք գիտեք, որ մենք արձագանքելով քաղաքացիների պահանջին, արձագանքելով քաղաքացիների դժգոհությանը շեմ սահմանեցինք ընտրելու իրավունքի մասով, այսինքն ցենզ կարելի ասել, թե ովքեր կարող են քվեարկել, կապելով քաղաքացու պարտականությունները եւ իրավունքը Հայաստանի հետ։ Եվ սա հետևություններ ընտրություններից եւ մենք կշարունակենք լսել մեր քաղաքացիներին եւ արդեն 9-րդ գումարման ընթացքում այնպիսի օրենսդրական լավարկումներ անել, որոնք օրինակ չեն թույլ տա, որպեսզի ԲՀԿ-ն ունենալով իր ցուցակում երկու այլ կուսակցությունների նախագաներ կարիք ունենա հաղթարել ընդամենը 4%-ի շեմը, հա, որտեղ որ ընտրական ուրեմն հանձնաժողովը պահպանելով օրենքի կարելի ասել տառը, բայց չի պահպանել ոգին եւ թույլ է տվել, որպեսզի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը որպես կուսակցություն մասնակցի ընտրություններին եւ ոչ թե ուրեմն կուսակցությունների միավոր, որը ավելի բարձր շեմ պետք է հաղթարել խորհրդանում հայտնվելու համար։ Սահմանափակումներ չեն մտցվում, թե ընտրողների դեպքում եւ թե նաեւ քաղաքական ուժերի իրենց հնարավորությունների նաեւ տեսանկյունից։ Բացարձակ, ես կարծում եմ, որ ինչպես օրինակ ուժեղ Հայաստանը գնում էր որպես կոալիցիա ընտրությունների տարբեր կուսակցություններով, այդպես էլ ԲՀԿ-ն պետք է այս նույն խաղի սկզբունքներն ընդուներ եւ մենք չպետք է զբաղվենք տառակերությամբ, մենք պետք է զբաղվենք օրենքի ոգին նաեւ պահպանելով եւ եթե ինչ-որ միտեղ ինչ-որ մի բան լավ չէ գրած, մենք որպես իշխող մեծամասնություն դա կշտկենք, որպեսզի հաջորդ ընտրություններում որևէ մեկը չփորձի քաղաքացու ձայն գողանալ կամ ստվերել ընտրությունների արդյունքը։ Տիկին Ղազարյան, բայց ըստ էության ընդդիմությունը Սահմանադրական դատարանի անաչառության հետ կապված կասկածներ էր արտահայտում։ Դե գիտեք, ընդդիմությունը մի կողմից դեռ չի շարունակում ստվերել լեգիտիմությունը ամեն դեպքում։ Իրենք այո, քանիցս ինչ որ դժգոհություն հայտնել են, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ Սահմանադրական դատարանը ձևավորվում է խորհրդանի քվեարկությամբ, ընդդիմությունը առհասարակ խուսափել է մասնակիցը լինելու ձևավորելու Սահմանադրական դատարան իր ուրեմն անդամներով եւ դատավորներով եւ այսպիսով իրեն ընդհանրապես դուրս է թողել գործընթացներից, իսկ ինչ վերաբերում է մեր Սահմանադրական դատարանի տեխնացուներին, գիտեք, որ չի մասնակցել Վլադիմիր Վարդանյանը, չի մասնակցել Արտակ Զեյնալյանը գործընթացին եւ ըստ էության ի վերջո ուրեմն դիմությունը դիմել է Սահմանադրական դատարանին, այսպեսով ճանաչելով իրեն որպես գործող մարմին, անկախ մարմին եւ ես պետք է ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում թե ընտրական հանձնաժողով, թե Սահմանադրական դատարանը առաջնորդվում են բացառապես օրենքի ուժով, որովհետեւ ժողովրդավարությունը մեզ համար ոչ թե այսպես պահի իրավիճակային ընտրանի է, այլ դա քաղաքական որոշում է։ Մենք չենք շեղվելու ժողովրդավարությունից որպես մեր ռազմավարություն։ Գալով Հայաստանի արտաքին հարաբերություններում այս շաբաթ տեղի ունեցած կարևոր մի քանի իրադարձությունների, սկսենք Եվրահանձնաժողովի նախագահի Հայաստան այցից։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ըստ էության Հայաստանում ուղերձներ հղեց թե Ռուսաստանին եւ թե Հայաստանին։ Որոնք էին ձեզ այն կարևոր ուղերձները, որոնք որ կառանձնացնեք եւ հատկանշական է, որ դրանք պետք է ընդգծվեն։ Դե գիտեք, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները բավականին դինամիկ զարգացում են ապրում եւ դրանք պարզապես մի տարվա ուրեմն զարգացումներ չեն, դրանք աշխատանք են, որոնք տարվել են մի քանի տարիների ընթացքում։ Դուք հիշեք, որ
մենք քանիցս հայտարարել ենք, որ մենք չենք բավարարվում այն իրավապայմանագրային հիմքով, որը առկա է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունում, դա ՍԵՊԱ-ն է, այն մենք դրանից անդին հաստատեցին գործընկերության նոր օրակարգ, մենք ունենք երկկողմ օրակարգը, որը վերաբերում է ուրեմն վիզաների ազատականացմանը, մեր ուրեմն արտահանման դիվերսիֆիկացիային եւ Եվրամիությունը ըստ էության արձագանքում է Հայաստանի Հանրապետության պահանջներին։ Երկու կարևոր միսիա առաքելություն կա այս պահին Հայաստանի Հանրապետությունը, մեկը Հայաստան-Ադրբեջան սահմանին եւ մյուսը, որ մի քանի ամիս առաջ ուրեմն տեղակայվեց, մի քանի շաբաթ առաջ տեղակայվեց, հա, կամ ամսի չափ Հայաստանի Հանրապետությունում, դա արդեն հիբրիդային գրողների դեմ պայքարող միսիան է, առաքելությունն է, եւ ըստ էության կարող ենք արձանագրել, որ Եվրամիությունը շատ ճկուն է արձագանքում Հայաստանի դիմակայունության վերաբերյալ հարցերին, կհիշենք Սյունիքում ինչպիսի ծրագրեր է իրականացնում Սյունիքի դիմակայության օրակարգի վերաբերյալ եւ որքանով արագ է իհեճուկս իր բյուրոկրատական բնույթի ԵՄ արձագանքում տարբեր իդեպ բնույթի պահանջների եւ այս պահին ես ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը միակ պետությունն է այս պահին, որ բանակցում է եւ վիզաների ազատականացման օրակարգ եւ Հայաստանը միակ պետությունն է, որը չունենալով տեխնացուի կարգավիճակ ստացավ այս ATM-ը, որը անմաքս, որը շապրանքների կարելի ասել մեր արտահանման 80%-ի անմաքս ուրեմն Եվրամիության շուկայում հայտնվելու փաստն է։ Սրան իհարկե Այսինքն այսօր էլ սա կարող է գործել, գործում է, թե դեռ մտադիր են, որ այդպես պետք է լինի։ Սա պետք է դեռ անցնի Եվրամիության համապատասխան գործընթացներով, բայց այն հանգամանքը, որ Ursula von der Leyen այս մասին հայտարարում է Երևանում, սա արդեն շատ հստակ ուղերձ է եւ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ մենք այս մասին խոսել ենք տարբեր ձեր հետ, տարբեր տաղավարներում, որ առհասարակ արտահանումը դեպի Եվրամիություն դա բարդ գործընթաց է, հատկապես գյուղատնտեսական ապրանքների համար, որովհետև տեղական արտադրողին ԵՄ պաշտպանելով սովորաբար իր շուկան չի բացում գյուղատնտեսական ապրանքների համար եւ կհիշեք գրեթե 1 տարի առաջ երբ մենք իմացանք ուրեմն քաղցրահամ ջրի արտահանման վերաբերյալ լուրը, որ եվրոպական շուկան մեզ համար բացվում է, հետո իմացանք արդեն ծաղիկների արտահանման լուրը, գյուղատնտեսական այլ ապրանքների, բանջարեղենի, մթերքի եւ այո, ոչ մեկ չի ասում, որ հայկական ապրանքը առանց անցնելու այդ փորձաշրջան, այսինքն որակի ստուգում, լիցենզավորում կարող է հայտնվել, բայց հսկայական կանանչ լույս է մեր արտադրողների համար եւ նախարարության հետ միասին տնտեսվարողները պետք է կարողանան ապահովել այս արտահանման ողջ ներուժը։ Տիկին Ղազարյան, բայց տեսեք, կա մի իրականություն, որ բերքի սեզոնն արդեն սկսվել է, Ռուսաստանը գնալով սահմանափակումները խստացնում է, Եվրամիությունն ասում է մենք մտադիր ենք սա անել։ Հիմա մինչև այդ մտադրությունը իրականություն դառնա, գուցե 1 ամիս անցնի, իսկ գյուղացին ինչ անի այդ։ Չէ, դուք ճշմարիտ եք, բայց այս պահին մենք ունենք արդեն հստակ ապրանքներ, որոնք արտահանվում են դեպի Եվրամիության շուկա եւ դեպի Ուկրաինա, գիտենք դեպի Սինգապուր, այսինքն նախարարությունը տեղում չի նստել, աշխատել է տնտեսվարողների հետ եւ ըստ էության տեղի ունեցել ճգնաժամային կառավարում եւ ես կարող եմ ասել, որ Եվրամիությունը հստակ արձագանքել է այս իրավիճակին, մենք կարողանում ենք արտահանել արդեն, բայց սա խոսում է նաեւ արտոնյալ կարգավիճակի մասին, որի շուրջ որոշումները վստահ եմ արագ կկայացվեն, բայց ուզում եմ նաև կառավարելի ակնկալիքներ ունենան մեր տնտեսվարողները, որ սա գործընթաց է, որ դեռ պետք է իր փուլերով համապատասխան փուլերով անցնի։ Իսկ ինչ նկատի ուներ նաև Ուրսուլա ֆոն դեր Լայենը, երբ որ հարցնչեց գազի գնի եւ այլն էներգակիրների հետ կապված, ասաց, որ փորձը կա, Ուկրաինայում օրինակը բերեց եւ այլն եւ այլն։ Այսինքն եթե Ռուսաստանը գնաց ավելի խիստ սահմանափակումների եւ գազի գինը թանկացրեց, այդ դեպքում ինչ է նշանակում ինչ փորձ ունի Եվրամիությունը, որ կարող է այստեղ կիրառվել եւ մեր քաղաքացիները այդպես турբուլենտ տարբերություններ չզգան։ Եկեք նախ եւ առաջ արձագանքենք, որ Հայաստանի Հանրապետության համար էներգետիկ բլոկի, ինչպես նաեւ տնտեսության բլոկի քչերից կախվածությունը փոխարինել կախվածություն շատերից մեր ռազմավարությունն է անկախ տարբեր պետությունների կողմից վարվող քաղաքականության։ Դուք գիտեք, որ մենք տարիներ շարունակ բանակցել ենք տարբեր պետությունների հետ, նաև պետությունների միավորների հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանում համագործակցաբար կառուցել փոքրիկ ատոմակայաններ, որոնք կարող են ապահովել Հայաստանի Հանրապետության կարիքները, ինչու ոչ նաև արտահանումը։ Այս իմաստով սա եղել է մշտապես մեր ռազմավարությունը։ Եվրամիությունը ունի տարբեր գործիքակազմեր, բայց ես ակնկալում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը որպես բարեկամ պետություն չի կիրառի այն գործիքակազմերը, որոնց մասին տարբեր
ղեկավարներ, տարբեր երկրների կամ տարբեր քաղաքական գործիչներ կարող են ունենալ մտքեր։ Ես վստահ եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը որպես գործընկերային պետություն Հայաստանի հետ չի սպառել խնդիրների մասին դիվանագիտական խողովակներով, ինչու ոչ հանրային, այս մասին խոսելու բոլոր հնարավորությունները եւ ես ակնկալում եմ, որ երկխոսությամբ բոլոր այն մտավախությունները, որ կարող են լինել, կարող են հանգուցալուծվել։ Կարող ենք ասել, որ առաջիկա տարիներին եվրոպական շուկան իրականում կկարողանա փոխարինել ռուսականին, թե խոսքը լրացնող, այլ ոչ թե փոխարինող ուղղության մասին է։ Շատ հաճախ ես նկատում եմ, որ բևեռացման մասին է խոսակցություն գնում կամ որևէ տեղից հրաժարվելու։ Հիմա եկեք մի հատ այս մասը մեր քաղաքացիների համար հստակ պարզաբանենք։ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած այլ պետություն, միաժամանակ երկու մաքսային ռեժիմներում լինել չի կարող։ Եվ ըստ էության ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ն հստակ մաքսային ռեժիմներ են։ Այստեղ իհարկե ինչ որ պահի մեր քաղաքացիները հանրաքվեով պետք է որոշում կայացնեն, բայց կան մի շարք ԵՄ պետություններ, որոնք Ռուսաստանի հետ ակտիվ առևտրային հարաբերություններ ունեն։ Ի հեճուկս նաև օրինակ սանկցիաների։ Կան ԵՄ անդամ պետություններ, որոնք ամենաբարձրն են խոսում Ուկրաինայի դեմ պատերազմի ծիրում Ռուսաստանի դեմ, բայց միաժամանակ շատ ակտիվ տնտեսական հարաբերություններ ունեն Ռուսաստանի Դաշնության հետ։ Այստեղ իհարկե ընտրություն է լինելու թե որ մաքսային ռեժիմում Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի, բայց առևտուր երկկողմ որևէ մեկը չի արգելում եւ չի կարող արգելել։ Մենք հիմա լինելով ԵԱՏՄ անդամ պետություն, մի շարք եվրոպական երկրների հետ ունենք նաեւ երկկողմ տնտեսական հարաբերություններ։ Այստեղ հարցը ընտրության մեջ լինելու է մաքսային ռեժիմների, բայց եթե քո պրոդուկտը ԵԱՏՄ անդամ պետություններում մրցակցային է, ապա նույնիսկ ԵՄ անդամ պետություն լինելով, դա իհարկե շատ հեռանկար է, դու կարող ես շարունակել երկկողմ հարաբերությունները, որտեղ ի վերջո, երբ որ մենք նայում ենք ԵԱՏՄ թվերին եւ ուրեմն առևտրաշրջանառության թվերին, սա մեզ մի բան է հուշում, որ այն ապրանքները հայկական, որոնք սպառվում են ԵԱՏՄ-ում, ԵԱՏՄ տարածքում ունեն դրա պահանջարկը։ Այսինքն նրանք պահանջված պրոդուկտներ են, որոնք մենք կարող ենք սպառել։ Բայց այստեղ քաղաքականություն կա, չէ՞ ամեն դեպքում։ Իհարկե կա քաղաքականություն, բայց այնուամենայնիվ ես վստահ եմ, որ հայկական արտադրանքը իր լայն սպառումը գտնում է նաև իր որակի հաշվին։ Տիկին Ղազարյան, գալով նաև Ուրսուլա ֆոն դեր Լայնի Բաքվում կատարած հետևյալ մի հայտարարությանը, որը կարծես թե քանը շատ ուշադրություն չդարձվեց դրան, բայց կարծում եմ հատկանշական է դա եւս, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցելու խաղաղությունը ոչ միայն թղթի վրա, այլ իրականում։ Ինչի մասին էր այս ուղերձը ձեզ։ Եվրամիության վերաբերյալ ես հետևյալ միշտ արձագանք ունեմ, թե ինչպես է Եվրամիությունը առհասարակ դիտարկում տարածաշրջանը, արդյոք փաթեթային մոտեցում ունի, թե ամեն պետության հետ առանձին։ Եվրամիությունը մեր տարածաշրջանին շատ տարբեր հայացքներով է նայել։ Մի հայացք կար, երբ որ դա արևելյան գործընկերության ծիրում էր, բայց հետո դուք գիտեք, որ արևելյան գործընկերության տարբեր պետություններ տարբեր հանգրվան ունեցան եւ հիմա հարաբերությունների շրջանակում։ Եվ Եվրամիությունը այո առանձին օրակարգ ունի Հայաստանի հետ, բայց իրականում Եվրամիությունը ինքը տարածաշրջանային հարաբերությունների մասին է։ Եթե մենք նայում ենք վերադառնում ենք ԵՄ պետության ակունքներ, մենք հիշում ենք, որ այն տարածաշրջանային համագործակցության մասին էր։ Եվ ակնհայտ է, որ Եվրամիությունը այստեղ նաև ակնկալում է տարածաշրջանային համագործակցություն։ Ուրսուլա ֆոն դեր Լայնը Հայաստանում էր խոսում տարածաշրջանի զորեղացման օրակարգի շուրջ։ Եվ այստեղ որպես ուրեմն ենթակառուցվածքների ապաշրջափակում, որպես օրինակ Սևծովյան Մալուխի ծրագիր, որտեղ Հայաստանը, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ կարող են անդր Սևծովյան Մալուխի միջոցով ուրեմն էլեկտրաէներգիա մատակարարել դեպի արևելյան Եվրոպա, սրանք օրակարգեր են, որոնք մեզ թույլ են տալիս ենթադրել, որ Եվրամիության համար նաև Հարավային Կովկասը որպես տարածաշրջան ընդհանուր օրակարգով տարածաշրջան հետաքրքիր է եւ ես ենթադրում եմ, որ սա նաեւ հենց օրինակ է Սևծովյան Մալուխի ծրագրի ծիրում է եւ այլ ենթակառուցվածքների ապաշրջափակում նորություն չեմ ասի, որ Թրամփի ուղին էլ նույնպես հետաքրքիր կարող է լինել որպես այսպես միջին միջանցք եվրոպական երկրների համար։ Այդ Թրամփի ուղուց խոսեցիք, Ռուսաստանի փոխարտգործնախարարն ասաց ավելի լավ կլիներ, շահեկան կլիներ ըստ էության, եթե նաև Ռուսաստանի ներկայությունն այստեղ լիներ, Ռուսաստանի մասնակցությունն ավելի ճիշտ։
Հայաստանի փոխարտգործնախարարն էլ ասաց չբացառեց գոնե, թե դրական պատասխան տվեց այն հարցին, թե արդյոք ԵԱՏՄ կարգավորումներով պետք է լինի եւ դրական պատասխան հնչեց։ Ինչ է նշանակում, օրինակ մի նախագիծ, որտեղ որ Միացյալ Նահանգներն է, Արևմուտք եւ այլն, բայց ԵԱՏՄ կարգավորումներով։ Սրանք չեն հակասելու իրար։ Դե, մենք ԵԱՏՄ ռեժիմում գործող պետություն ենք, բայց ուզում եմ հիշեցնել, որ այնուամենայնիվ Տրամպի ուղին դա հայ-ամերիկյան ուրեմն ծրագիր է, ինքը նույնիսկ տարածաշրջանային չէ, բառացիորեն հայ-ամերիկյան եւ այստեղ երկու պետությունները ըստ իրենց շահերի եւ պատկերացումների կառաջնորդվեն այս մասով հստակություն թերևս երևի գործադիրում ավելի շատ ունենան, բայց ենթադրում եմ, որ խոսքը գնում է նաև այն մասին, որ այո, մենք գտնվելով ԵԱՏՄ-ում կարգավորումները, մեր ռեժիմները ԵԱՏՄ-ին պետք է համապատասխանեն։ Եվ վերջում հակիրճ դուք էլ խոսեցիք ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջև ընտրություն կատարելու անհրաժեշտության մասին, Ռուսաստանում էլ զարմացած են, թե ինչու Հայաստանը չի շտապում եւ արագորեն այդպիսի հանրաքվե չի իրականացնում։ Ինչպես կարձականքեք այդ զարմանքներին եւ երբ է Հայաստանի վերջո պատրաստվում դա անել։ Զարմանալ պետք չէ, ես կարծում եմ, որ Հայաստան Եվրամիության հարաբերությունները իրենց շատ տրամաբանական հունով արագ առաջ են գնում։ Մենք պատրանքներով չենք ապրում, մենք հասկանում ենք, որ ինչ որ պահի Հայաստանի Հանրապետությունը պետք է որոշում կայացնի, բայց գիտեք, անկեղծ պետք է ասեմ, մեր շահից է բխում նաև, որպեսզի ցանկացած քաղաքական որոշում պաշտպանված լինի տնտեսական զորեղությամբ եւ ԵՄ-ն իհարկե քաղաքական, սոցիալական միավոր է, բայց նաեւ տնտեսական եւ որպեսզի մենք պատշաճ որոշումներ կայացնենք, նաեւ մեր տնտեսությունը պետք է պատրաստ լինի։ Այս բանին ցավով պետք է ասեմ, որ մեր քաղաքական ամբիցիաների եւ տնտեսական զորողությունների միջև կա ճեղքված։ Այդ ճեղքվածքը մենք լրացնում ենք, բայց սա նաեւ գիտեք, այս պահին մենք ԵԱՏՄ անդամ պետություն ենք եւ նաեւ առավելագույնս ենք անում, որպեսզի այս կառույցն էլ կարողանա սպասարկի մեր տնտեսությունը, բայց ինչ որ պահի մենք կորոշենք եւ հարցը կդնենք մեր քաղաքացիների որոշմանը եւ զարմանալ պետք չէ, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխող մեծամասնությունը որևէ գաղտնի գործողություններ չի անում, ամեն բան թափանցիկ է, բաց է եւ երբ որ պահը գա, մենք կփարատենք բոլորի զարմանքը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Սոնա Ղազարյանն էր։